Աշխատողների շուրջ 1/4 մասն աշխատում են նվազագույն աշխատավարձով, նրանք շարունակում են մնալ աշխատող աղքատներ, քանի որ նույնիսկ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը։ Հիմա այդ մարդը հաց առնի երեխայի համար, թե բերի անընդհատ ձեր ուզած հարկերը վճարի։ Սա է խնդիրը։ 2021 թվականից էլ շքեղության հարկի քողի տակ քաղաքացիների գույքահարկի բեռը մինչև 2026 թվականը փուլային բարձրացնում են 4-ից 5 անգամ։ Զուգահեռաբար վերացրեցին նաև ցածր արժեք գույք ունեցողների համար նախատեսված չհարկվող շեմը։ Ակնհայտ է, հարկ տուր, որ ասֆալտ անենք բանաձևի ներքո, խորանում է եկամուտների անարդար բաշխումը, ավելանում են սոցիալական խնդիրները իրենց բոլոր հետևանքներով, որն արդարացիորեն առաջացնում է ցածր եկամուտ ունեցողների բողոքը ավելացող դրսևորումներով։ Այստեղ էլ լուծումը նույնն է՝ անսահման պոպուլիստական, սեփական ծրագրային խոստումների հանդեպ տոտալ անպատասխանատու եւ ամեն ինչում իրենցից դուրս մեղավորներ գտնելու վարքագծով առաջնորդության ամբողջական իշխանազրկում, որն օր-օրի ավելի է մոտենում եւ այլընտրանք չունի։